Սանտա Կրուզ թաղամասը։ Ամենուրեք այս ծառերը, գեղեցիկ նեղ փողոցներ, Սանտա Կրուզ թաղամասը պատրաստում են Սուրբ Ծննդյան տոնին, իսկական ժողովուրդը, իսկական հասարակությունը, իսկական հավատացյալները, սուտի կեղծ հայերի պես չէ, սրտից խաչակնքվելու ձեռներ չգիտեն, ինչևից է։ Գեղեցիկ, հալը գեղեցիկ, սա երեկոյան շատ գեղեցիկ կլինի լույսերի տակ, մանրված լույսերով, հալի ինչ գեղեցիկ փողոցը զարդարված է։ Արի գնանք Սուրբ Սալվադորի եկեղեցին այցելենք, հետ գալուց գանք այս կողմով կզբոսնենք, այդտեղ գուցե եւ սուրճ կմենք։ Օսանն ու Արմենը այս տեղեր են սիրել դուրսը նստեն, իհարկե մենք էլ ճաշին այստեղ կնստենք, բայց նայեք այս է, այս էլ համերգով բանով Սևիլիա, Սանտա Կրուզ թաղամասն է, հին հրեական թաղամասը, մենք գնում ենք Սան Սալվադոր եկեղեցին, հետո գանք սեղ միտեղ ճաշելու։ Անկախ նրանից գտնվում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցում, թե Հռոմի կաթոլիկ եկեղեցում կամ հունական եկեղեցում, թե ռուսական նույնիսկ քրիստոնեական ցանկացած տաճարում, անձամբ ես կարծում եմ ինչպես նաև շատերը հոգեկան մեծ հանգստություն եւ բավարարվածություն են զգում։ Ինձ նույնիսկ արաբն ասել, որ հայկական եկեղեցիներում այցելելով հայկական եկեղեցիները ինքը այնպիսի մի թեթևություն ու հանգստություն ազգում, որ ոչ միտեղ չի զգում։ Ինչ կարծես մի ձգողական մագնետիկ ուժ է գործում մեր, առավել եւս մեր։ Հեն էլ Հայաստանից դուրս ես կասեի, որ այցելուպես միտեղ մի գողտրիկ, աշխարհի գողտրիկ անկյունում հայկական եկեղեցի ես հայտնաբերում, այցելում ես։ Չնայած սա էլ նորից եմ ասում կաթոլիկ է, բայց այս հանգստությունը, որ մտնում ես ներս չես ուզում դուրս գաս։ Եվ միայն տկարամիտ, տգետ, չեմ կարող չնշել, անխելք, անհայրենիք, անհավատ թշվառները, ժեխը կարող են իրանց կեղտոտ բերանը, կեղտոտ հոգիները բացեն եւ ինչ-որ վատ բան ասեն մեր եկեղեցու մասին։ Զևի համար գնան եկեղեցու բակը կանգնեն,
սիգարետները, բերանները դրած, կեղծ ձևի խաչակնքվելու ձևն էլ չգիտեն, իմաստն էլ չգիտեն, ու ինչ-որ խոսեն արժեքից կամ եկեղեցին մաքրելուց, մոռանալով մաքրեն իրենց կեղտոտ ուղեղներն ու հոգիները։ Ու իմ ամենայն հայոց կաթողիկոսի մասին բան ասեն, այնքան տկարամիտ են, այնքան տխմար են, այնքան շատ են դրանք այդ տկարամիտն ու տխմարները, որ հոգևորականին տերտեր են ասում, փողոցում հարցում են անում, այն օրը հաղորդում եմ դիտում, փողոցում հարցում են անում, այդ տերտերները ասում են շատ կոռումպացված են, այս միացին քաղաքում կինն ասում, ոնց որ Վատիկանում մոտիկանաս մեկին բան ասես, այտենց վիրավորական բան խոսի, այնքան տկարամիտ է այդ ազգի մեջ, այդ ինչ ասեմ, անկիրթ, վատ կրթություն ունեցող, վատ հոգևոր կրթություն, հոգևոր արժեք ունեցող մասան, որ չգիտի, որ տերտերը մեկն է, դա ամենայն հայոց կաթողիկոսն է, մնացած ուղղակի հոգևորականներ են, տեր հայրեր են, սենց հիմար զզվելս գալիս է, ու երբեմն ուզում եմ ասեմ, իհարկե շատ վատ բան եմ ասում, ինձ կարող է քարկոծեք, շատ ուրախ եմ, որ ես այդ երկրում էլ չեմ ապրում, շատ ուրախ եմ, որ իմ երեխաները ցավում եմ իհարկե, որ այդտեղ չեն ծնվել, այդտեղ չեն մեծանում։ Ինչ պետք է տեսնեին, ինչ պետք է սովորեին այդ խղճուկ հասարակությունում, այդ տկարամիտների հասարակությունում։ Աստված դատավոր բոլորիս, փառքը շատ Տեր Աստված, փառքը շատ հայ առաքելական Սուրբ եկեղեցի, փառքը շատ ամենայն հայոց կաթողիկոս, անիծեն նրանք, ովքեր իրենց բերանը կբացեն մեր պատմության, մեր հիշողության, մեր ազգային հիմքը հանդիսացող կառույցի առջև։ Գնացեք, մաքրեք ձեր ընտանիքները, լրբությունն ու անառակությունը ձեր ընտանիքներից մաքրեք, ձեր հոգիներից, հետո նոր խոսացեք մեր Սուրբ եկեղեցու մասին։ Սա գալիս է արաբական հրեական ժամանակաշրջանից, այս սալապատիկ, ամբողջ Իսպանիա և Պորտուգալիան, իհարկե Պորտուգալիայում էլ կա, Իսպանիայում էլ շատ կա այս ոճը։ Եկեղեցու բակը, բայց որքան հանգիստ և որքան խաղաղ, լմիատնեք, այստեղ մարդ մի հատ հարմարավետ փափուկ աթոռ դնես, մի հատ լավ հետաքրքիր գիրք, սուրճով և նստես ու վայելես ես անդորը, հոգու հանգստությունը, առանց աղմուկի, առանց մեքենաների ազդանշանի, Աստծո տան բակում, ինչքան խախանդ է։